խմբակցությունով չի, ամեն պատգամավոր իրավունք ունի։ Պարոն Հասանով, նախորդ ազգային ժողովում դուք այստեղ նստած եք, մեր գործընկեր պատգամավորներից որոշները բանտում էին։ Այսօր էլ դուք այստեղ նստած եք, մեր գործընկեր Արթուր Սարգսյանը էլի կալանքի տակ է, քաղաքական հետապնդման տակ է։ Նախորդ ազգային ժողովում գլխավոր դատախազը եկավ կեղծ սուտ հայտարարություններ, սուտ մեղադրանքներ հնչեցրեց Արթուր Սարգսյանի նկատմամբ եւ նախորդ ազգային ժողովը տվեց իր համաձայնությունը։ Նոր ազգային ժողովը ձևավորվել, բայց այս քաղաքական իշխանության ենթակա դատական համակարգը խախտելով սահմանադրությունը, սահմանադրական դատարանի որոշումը մի քանի օր առաջ թույլ չտվեց, որ Արթուր Սարգսյանը այսօրվա նիստին մասնակցի, ոչ լեգիտիմացնելով հերթական անգամ այս խորհրդարանի աշխատանքը։ Սահմանափակեր, պարոն Մանուկյան։ Պարոն Հասանով, դուք գոնե լավ գիտեք բանտարկյալներն ինչ է, ձեր հայրենակիցներից հազարները այսօր Թուրքիայի բանտ։ Անջատել Մանուկյանի բանը։ Պարոն Մանուկյան, Սարգսյան Արթուրը արդեն շուրջ մի տարվա ընթացքում մի տարի է, որ նստած է, դա կորոշի դատարանը, թե նրան ինչ պատիժ, ինչ կալանք եւ այլն։ Այստեղ որոշվելու ոչ մի հարց չկա։ Մի րոպե, դուք կընտրենք ազգային ժողովի նախագահ, կընտրենք տեղակալներ, որոնցից մեկը կլինի ձեզանից։ Դրանից հետո արդեն մշտական հանձնաժողովի նախագահներ կընտրվեն եւ վերջապես կլինի ազգային ժողովի խորհուրդ, դուք կմասնակցեք ազգային ժողովում եւ այդ խորհրդի միջոցով կլուծեք ձեր բոլոր հարցերը։ Վերջացրեք։